Հայր ջան, բարև բոլորին, մենք արդեն որոշված դուրս գալու օրը, ժամը ու վայրը ունենք, ինչի մասին հիմա բոլորիդ կտեղեկացնեմ, բայց մինչ այդ ուզում եմ դիմել մեր արցախցի հայրենակիցներին, ովքեր այսօր դուրսն են ու կոնկրետ պահանջով, ինչ որ մի կոնկրետ հարցի լուծման պահանջով։ Սիրելի արցախցիներ, սպասեք մեր դուրս գալուն ու միացեք մեզ, որովհետև մեր պահանջը, մեր պայքարը ներառում է ձեր այսօրվա պահանջի լուծումը ևս ու շատ ավելին։ Եթե դուք այսօր պայքարում եք ընդամենը մի հարցի համար, մեր պայքարը ներառում է բոլորիս, Տավուշից մինչև Արցախ, մինչև ով որտեղ կա, բոլորիս խնդիրների լուծումը։ Նենց որ կխնդրեմ ձեզ, սպասեք մեր դուրս գալուն ու միացեք մեզ, մենք միասին ավելի հզոր ենք, մենք միասին ավելի շուտ կհասնենք արդյունքի, քան առանձին ու առհասարակ ընդհանուր բոլոր խնդիրների լուծման համար պահանջն ու պայքարը ավելի մեծ արդյունք կտա, քան առանձին բոլորը դուրս գան տարբեր ու տվյալ դեպքում համեմատ գլոբալ խնդիրի, ընդհանուր մի խնդրի մանր հարցերով, դա մանր հարցը համեմատած են ամբողջական արմատապես լուծման հետ, որը մեր ձեռքում դուրս են գալու դուրս, նենց որ կխնդրեմ բոլորիդ սպասեք մեր դուրս գալուն ու միանաք մեզ, ինչպես նաև բոլորին, ովքեր ես չեմ ուզում ընդհանրապես որևէ հայի հետ քաղաքական դիրքորոշման համար ստացվի նենց, որ ինչ-որ մենք հակառակորդենք, ոչ, բոլորս ունենք մի տուն, որը կոչվում է Հայաստան, բոլորս ունենք մի հայրենիք, որը կոչվում է Հայաստան, ու բոլորս ունենք մի մեծ ընտանիք, որը կոչվում է հայեր։ Դրա համար են մարդիկ, ովքեր Հայաստանը սիրում են ավելի շատ, քան իրանց նախընտրած քաղաքական գործիչը, իսկ եթե ուզում եք ավելի կոնկրետ, ասեմ ավելի կոնկրետ, այն մարդիկ, ովքեր սատարում են Ռոբերտ Քոչարյանին, չգիտեմ ինչ պատճառներով, սատարում են Սերժ Սարգսյանին, սատարում են Լևոն Տեր-Պետրոսյանին կամ սրան, չգիտեմ, ես ուզում եմ այդ մարդկանց մեջից այն մարդիկ մեզ միանան, ովքեր Հայաստանը սիրում են ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանին, ովքեր Հայաստանը սիրում են ավելի շատ, քան Սերժ Սարգսյանին, ովքեր Հայաստանը սիրում են ավելի շատ, քան Լևոն Տեր-Պետրոսյանին կամ քան մյուսներին, որովհետև այն մարդիկ, ովքեր Հայաստանը սիրում են ավելի շատ, քան օրինակ Ռոբերտ Քոչարյանին, բայց սատարում են այսօր նրան, կա մի լուծում Նիկոլից ձերբազատվելու, դա մեր հետ է։ Հիմա դուք ինչին ավելի շատ տեղ կտակ ձեր համար, վաղը դա ձեր խղճի ու պատասխանատվության առաջ է կանգնելու ու դուք պետք է դրա պատասխանը տաք նախ ինքներդ ձեզ, հետո ձեր սերունդներին։ Եթե ձեր ժառանգները ձեզ հարցնեն ինչի համար չկանգնեցիք այս մարդկանց կողքին, ինչ եք ասելու։ Մենք հայրենիքը չփրկեցինք, որովհետև Քոչարյանին ավելի շատ էինք սիրում, քան Հայաստանը, թե Սերժ Սարգսյանին էինք ավելի շատ սիրում, քան Հայաստանը, թե այն մյուսին։ Այսօր կա հնարավորություն ձերբազատվելու Նիկոլի վարած իշխանությունից։ Ու դա միայն մեզ հետ է։ Իսկ մենք բացի Նիկոլը, մերժում ենք նաև նախկին իշխանություններին։ Ընտրությունը ձերն է, սիրելի հայրենակիցներ, ովքեր սատարում են երկրորդ ու երրորդ նախագահներին։ Ընտրությունը ձերն է, որոշումը ձերն է, դուք պետք է մտածեք, ձեր համար ավելի կարևոր տվյալ անձերն են, թե Հայաստանը։ Եթե Հայաստանը, ուրեմն դուք կլինեք մեր կողքին։ Եթե նրանք, ուրեմն ավելի լավ է չլինեք էլ մեր կողքին, որովհետև մեր կողքը, մեր շուրջը հավաքվում են այն մարդիկ, ում համար ամենից առաջ Հայաստանն է, ամեն ինչից։ Ու էլ չեմ ասում քաղաքական ինչ քաղաքական գործիչներից։ Լավ հիշեք, քաղաքական գործիչները, յուրաքանչյուր քաղաքական էլեմենտ, անհատ, կուսակցություն, այսօր կա, վաղը չկա, Հայաստանը հավերժ է, մենք ձեզ առաջարկում ենք կանգնել հավերժության կողքը, կանգնել ու փրկել հավերժականը, Հայաստանը, ոչ թե գնալ մարդկանց հետևից, ովքեր աշխարհի բոլոր մարդկանց պես այսօր կան, իսկ վաղը ոչ։ Որոշումը ձերն է, ժողովուրդ, վճռեք ձեր համար,
դեռ օր կա, ու միացեք մեզ, ես վստահ եմ, որ հայրենասեր մարդու համար ամենից առաջ Հայաստանն է, առավել ևս Սերժ Սարգսյանից առաջ Հայաստանն է, Ռոբերտ Քոչարյանից առաջ Հայաստանն է, Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ Հայաստանն է, Նիկոլից առաջ ու ավելի կարևոր Հայաստանն է, եթե տենց չի, ուրեմն դուք հայ չեք, դա հիշեք, իմացեք, դա ամենամեծ DNK-ի անալիզն է, որ ասում եք DNK-ի անալիզ հանձնենք տենանք ով է հայ, հայա նա, ով ամենից առաջ տեղ է տալիս Հայաստանին, իսկ նա ով Հայաստանից առաջ կարա տեղ տա որևէ քաղաքական գործ չի, այսինքն եթե Սերժը չի, ուրեմն թքած Հայաստանի վրա, ինքը ոնց կարա հայել, բան չունեմ ասելու, սա տարել եք, ինչ է կարե, ոնց է կարե, այժմ ուրիշ ժամանակներ են, հիմա մեր ժամանակն է, ուզեք դա թե չուզեք, եղեք մեր հետ, եղեք մեր կողքին, ու բոլորս միասին կկերտենք այն հաղթանակը, որի մասին երազել են մեր պապերը։ Ինչ վերաբերվում է օրվան 2025 թվականի ապրիլի 12-ին, երեկոյան 18:00 բոլորս հանդիպելու ենք Ազատության հրապարակում։ Այն մարդիկ, ովքեր Սփյուռքից օր էին հարցնում, երբ գան, այժմ իմացեք։ Մարզերի մեր հայրենակիցները, ովքեր հարցնում էին, երբ գան, արդեն իմացեք։ Ես վստահ եմ, որ մենք շատ կարճ ժամանակում կունենանք արդյունք, որը կախված է բացառապես ձեր հավաքվելուց, քանակից։ Այն մարդիկ, ովքեր նստելու են ու էկրանի հետևից նայեն, թե մենք ինչ ենք անում, մտածելով, որ դե մի հատ հասկանանք, ստացվում է թե չէ նոր դուրս գանք, հիմիկվանից ձեզ տեղեկացնում եմ։ Եթե դուք դուրս չեկաք, ոչինչ չի ստացվելու։ Նենց որ կարաք համարեք, որ մենք արդեն դուրս ենք եկել, դուք էլ չեք միացել ու ոչինչ չի ստացվել։ Եթե ուզում եք մի բան փոխվի, դուք պարտավոր եք դուրս գալ ֆիզիկապես կանգնել մեր կողքին։ Մեզ անհրաժեշտ քանակությամբ, մենք շատ կարճ ժամանակում դուք ինքներդ ներկա կլինեք ու կտեսնեք։ Այն գործողությունը, որը չի տապալում ոչ սահմանադրական կարգ, ոչ խախտում է օրենք, ոչ քարոզում է թշնամանք մեր հայրենակիցների հանդեպ, բայց մենք ունենում ենք արդյունք։ Նիկոլը տալիս է հրաժարական ու ձևավորվում է ժամանակավոր կառավարություն։ Կմնաք տունը զուտ որպես դիտորդ, Հայաստանը համարելով էկրանից այն կողմ, ոչ թե իրականություն։ Հիմիկվանից եմ ասում, ոչինչ չի լինելու։ Բացարձակ։ Դրա համար մարդիկ, ովքեր ուզում են մի բան փոխվի, մաքրվի քաղաքական դաշտը, լցվի անաչառ ուժերով, հայրենասեր ու հայասեր։ Մանավանդ այն մարդիկ, ովքեր այս տասնյակ տարիներում տարբեր իշխանությունների օրոք եղել են անտեսված, չլսված, չգնահատված, սա ձեր ժամանակն է, սա իրական հայերի գնահատված լինելու, նկատված լինելու, լսված ու հասկացված լինելու ժամանակն է։ Ուզում եք այդ ժամանակը դառնա իրականություն, ամենապարզ մեխանիզմն է։ Մի հետևեք մեզ էկրանից այն կողմ, դուրս եկեք, Հայաստանը դուրսն է, ոչ թե էկրանի մեջ, Հայաստանը իրականում է, որի վրա պետքա ոտքով կանգնեք, պահելով ձեր մարմինը ձիգ ու ձեր գաղափարի ու մտքի որպես ջատագով գնաք առաջ։ Այդ ժամանակ ես երաշխավորում եմ, որ կլինի արդյունք, նորից եմ ասում, որի մասին երազում ենք թե մենք, երազել են մեր ծնողները, մեր պապերը ու տեն շարունակ։ Հենց որ ամեն ինչ կախված է ձեր վճռական որոշումից։ Բավական է լինեք դիտորդ, բավական է վախենակ, բավական է ինչ-որ չգիտեմ ինչեր կարևորեք ավելի շատ, քան բոլորիս ընդհանուր մեծագույն սրբություն հայրենիքը։ Ու իմ համար սրբազան դա միայն հայրենիքն է, ոչ թե անձինք։ Ու այդ սրբազան հողը պահելու, այդ սրբազան հայրենիքը պահպանելու, իրականում հայերի զարգացման ու բարգավաճման էպիկենտրոն դարձնելու միակ ճանապարհը դա ապրիլի 12-ին երեկոյան 18:00 ձեր չզլանալ ու դուրս գալն է, գալ կանգնել մեր կողքին, առանց վախի, առանց տատանումների, առանց կասկածի։ Հակառակ դեպքում, եթե այս անգամ ոչինչ չստացվեց ձեր դուրս չգալու պատճառով, ապա երբեք, սա խնդրում եմ հստակ ֆիքսեք, երբեք ոչ մեկ ոչինչ այլևս չի անելու։ Գնալու եք ընտրությունների, նորից
կամ անցնի Նիկոլը, կամ եթե Նիկոլն ուզում է արդեն իշխանությունից դուրս գա, իբր ընտրությունների միջոցով հանձնի նրան ում պետք է ու դուք նորից ոչնչի չեք հասնելու։ Սիրելի հայ ժողովուրդ, սա պարզից էլ պարզ է։ Նենց որ սպասում ենք բոլորիդ ապրիլի 12-ին երեկոյան 18:00 Ազատության հրապարակ։ Եկեք բավարար քանակությունը լրացրեք ու տեսեք գործողություն, որը բերում է արդյունքի շատ արագ։ Չեք գա, դա էլ չեք տեսնի։ Կմնաք Բագրատների, իշխանների հույսով ման գալու այս ծերից են ծեր, ընդեղից ընդեղ, ընտրություններին, լուսերը տանեն, ով ուզի անցնի, ինչ ուզեն անեն, մի խոսքով նորից բոլորս մնանք հին տաշտակի մոտ, հիմարացած, խաբված ու էկրանից Հայաստանի հետ կապված իրողություններին հետևող։ Անջատեք բոլոր էկրանները ու ամսի 12-ին դուրս եկեք Ազատության հրապարակ։ Թերևս այսքանը ու ընթացքին, ամենակարևորը, ընթացիկ բոլոր հայտարարություններին հետևելու համար բաժանորդագրվեք իմ անձնական Telegram ալիքին։ Ես այսօրով երաշխիք չունեմ, որ իմ Facebook-յան էջը չի բլոկվի, որ իմ YouTube-յան ալիքը չի բլոկվի։ Միակը, որ քիչ թե շատ երաշխիք կա, դա Telegram հարթակն է։ Բաժանորդագրվեք իմ անձնական Telegram ալիքին, այնտեղ համ ձայնայինով կշփվենք, համ եթե հրատապ շտապ մի բան լինի հայտնելու կամ կոորդինացնելու, ամեն ինչ, մի խոսքով ամեն ինչ կլինի իմ Telegram-յան անձնական ալիքում։ Բաժանորդագրվեք ու սպասեք լավ լուրերի։ Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։